The community. Արտավազ, Այո։ Միացյալ Նահանգներ գալը երազանքի նման բան էր, թե այդպես ուղակի ստացվեց, դու քո պատճառներն ունեիր։ Չէ, այդպես ստացվեց, ես իմ պատճառներն ունեի։ Ես ինձ միշտ լավ եմ զգացել Հայաստանում էլ։ Միացյալ Նահանգներ եկել ենք հանգամանքների բերումով, աշխատանքի բերումով։ Մի անգամ ես եմ առանձին եկել, առանց ընտանիքի, հետո սիրեցի Միացյալ Նահանգները, բայց նպատակ չունեի ընդհանրապես գալու այստեղ, որովհետև ես Երևանի հետ լրիվ այլ կերպ եմ կապված ու շատ ավելի շատ եմ սիրում Երևանս, բայց այնպես ստացվեց, որ աշխատանքի հրավեր ստացա ու եկա Միացյալ Նահանգներ ու այդպես ճակատագիրը բերեց ընտանիքին էլ այստեղ, Ստեղ մեզ հաճախ հարցնում են. Ձեր գործերը, որ այնտեղ լավ էր, ինչի եկեք են, չես հարցրել են։ Միշտ, մինչև հիմա։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Մինչև հիմա ինձ ճանաչողները դա հարցնում են, ասում են, լավ, ես ուզում եմ հասկանալ, ինչն էր պատճառը, որ եկար։ Ես չգիտեմ, կա այդ ամերիկյան երազանքը, երևի թե շատերի մոտ կա եղել է, կամ նույնիսկ հիմա էլ կա, բայց կարծում եմ այդպես չի, ինչքան որ գովազդն է Ամերիկա գալու։ Իմը մի քիչ այլ էր, իմը աշխատանքի հետ կապված կար հնարավորություն ավելի ընդլայնվելու, ավելի նոր հորիզոններ բացելու եւ այլն եւ այլն։ Դրա համար ես եկա, բայց այնպես չի, որ ես մինչև հիմա ես մտածում եմ հետ վերադառնալու մասին։ Հիմա շատերը ուրիշ բան էլ կասեն, գիտեմ ինչեր են գրում, բայց սուտ հայրենասեր են ասում բոլորիս, ովքեր այստեղ են ապրում։ Բայց ամեն դեպքում մեր սրտում ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան Հայաստանն է, մեր Երևանն է, այնտեղի հետ կապված մեր հիշողությունները։ Ես կարծում եմ յուրաքանչյուր Միացյալ Նահանգներ եկած յուրաքանչյուր մարդ ունի իր պատճառները այստեղ գալու։ Այո, այո։ Արդարացված թե չարդարացված, միևնույնն է, մենք յուրաքանչյուրս ունենք մեր պատճառը։ Քանի տարի է այստեղ ես բնակվում։ Արդեն ուղիղ 10 տարի, 2016 թվականներ Մեզ բերեց Միացյալ Նահանգներ, հիմա 2026-ն ենք ուղիղ 10 տարի։ Իսկ ընտանիքով ես տեղափոխվել։ Ես կինս եւ մեր մեծ աղջիկը, հետո այդպես արդեն մնացած 3 երեխաներն էլ ծնվեցին այստեղ։ Իսկ մինչ տեղափոխվելը ասեցիր, որ մի քանի անգամ արդեն եղել ես, չէ՞։ Այո։ Հիմա մի հատ շատ կարևոր հարց։ Ահա։ Այսպիսի մի բան կա, ասում են, երբ տուրիստ ես գալիս, լրիվ ուրիշ է։ Երբ գալիս ես բնակվելու, դա լրիվ ուրիշ է։ Ես համաձայն եմ։ Մարդկային հարաբերությունների մասին եմ խոսում։ Զգացել ես այդ տարբերությունը։ Միանշանակ։ Ես երբ եկել էի 10 օրով այստեղ միջոցառում վարելու, անցկացնելու, լրիվ այլ էր հարաբերություններում, մարդկային հարաբերություններում, թե ընկերության, թե գործընկերների մեջ, երբ գալիս ես այստեղ որպես բնակվելու, իրենք էլ են հասկանում, գիտակցում, որ էլի պիտի կողքիդ լինեն, բայց արդեն այդ ժամանակ ավելորդ ջանքեր չեն գործադրում քեզ տեսնելու, ավելորդ ջանքեր չեն գործադրում քեզ հետ միասին միտեղ դուրս գալու համար։ Հետևաբար ստացվում անենց, որ այն մարդիկ, ովքեր որ գալիս են այստեղ մշտական բնակության, մի փոքր հերվանում են այստեղ վաղուց ապրած մարդկանցից։ Այսինքն կա այդ կարծրատիպը, բայց չգիտեմ, ես օրինակ մի քիչ այլ կերպ, ես փորձել եմ այդ կարծրատիպը կոտրել իմ տեսակետից։ Ես երբ որ իմ ընկերները գալիս են կամ իմ գործընկերները գալիս են, ու դրա մասին բոլորը կփաստեն, ես մշտական բնակության, ես միշտ փորձում եմ իրանց ինչ որ կերպ, ինչքան իմ սահմաններն է, հնարավորության սահմաններն է, օգտակար լինել, որ ամեն մեկը գտնի իր աշխատանք, ամեն մեկը գտնի իր տեղը այստեղ, չգիտեմ, որովհետև գիտեք, այստեղ տան հարց կա, խնդիր կա, որոշակի բաներ կան, դրանք լուծելու հարցում։ Ինձ թվում է մենք ժամանակի ընթացքում պիտի փոխենք այդ կարծրատիպը, որ չստացվի այնպես, որ տուրիստ եկած ժամանակ ուրիշ ձև էին քեզ դիմավորում, սեղան էին բացում քո առաջ, բայց երբ որ գալիս ես այստեղ բան է լինում, դառնում են օտար մարդիկ։ Ճիշտ է, երկար ժամանակ է անցել, միգուցե լավ չհիշես, բայց համենայն դեպս հիշում ես այդ առաջին օրերի զգացողությունը, վախ, տագնապ ունեիր, որ կարող է իզուր եմ տեղափոխվել, կարող է ինչ-որ բան չստացվի։ Անկեղծ ասեմ, բացարձակ նման վախ տագնապ չի եղել։
Որ ասեմ ինչի, որովհետև իմ պարագայում այնպես ստացվեց, որ ես եկա ու միանգամից հաջորդ օրը անցա աշխատանքի, ու անցա իմ սիրած աշխատանքին, հեռուստատեսությունում, եւ հետո սկսեցին միջոցառումները եւ այլն, ու դրա համար տագնապը չի եղել, բայց մի բան կա, որ զգացողությունները Ամերիկայի հետ կապված, այս Միացյալ Նահանգների փողոցներ, հոտ, ծառ, լրիվ այլեր են ժամանակ։ Ես մեկ փորձում եմ ես մի անգամ կնոջս ասացի Մարիամ ասացի, երբ որ մենք սկսենք արդեն առանց navigation-ի քշել այս քաղաքում, ուրեմն արդեն լավ չի, էլի, որովհետեւ մենք արդեն այն վիճակում ենք, որ շատ հաստատվել ենք այստեղ, բայց չգիտեմ, զգացողություններն ու հոտը Գլենդելի կամ Միացյալ Նահանգների լրիվ այլեր են ժամանակ, երբ որ առաջի օրերն էին։ Հիմա դարձել է ամեն բան սովորական։ Մեկ կարող է անցնես մի ծառի մոտով, որը շատ շքեղ, գեղեցիկ, սիրուն ծառ է, դու չնկատես երբեք, որովհետև դու մտքերով խառը վարում ես մեքենան կամ քայլում ես ու դու չես նկատում, որ այդտեղ մի շատ սիրուն ծառ կա։ Բայց մեկ կանգնում ես, նայում ես, ասում ես, «Ո՞վ մի վարքյան, ես անցել եմ սրա կողքով այսքան ժամանակ ու չեմ նկատել»։ Այսինքն զգացողությունները, բաները արդեն քարանում են էմոցիաները, երբ որ երկար ես ապրում օտար երկրում միացյալ։ Իսկ պատրաստ էիր ամեն գործ անելու, միայն թե աշխատանք ունենայիր, միայն թե գումար աշխատեիր։ Այդպիսի մտքեր եղել է, որ օրինակ, եթե գամի պա, այդ գործի հրավերով որ եկել ես, այդ գործը չլինի, ես պատրաստ եմ այսինչ գործերը անելու։ Քո մտքում կար այդպիսի բաներ։ Ես արել եմ։ Ես խնդիրը նրանում է, թե դու ոնց ես ուզում ապրել ես երկրում։ Եթե դու ունես ընտանիք, ունես կին, երեխաներ, հա, ու դու իրանց պիտի ապահովես ամեն ինչով, որ օտար երկրում իրանց օտար չզգան հնարավորինս բան մեջ եւ ապահովես բոլոր թե ֆինանսական, թե տնտեսական հարցերով, ուրեմն դու պիտի աշխատես ու անես ամեն բան։ Ես եւ առաքում եմ արել եւ վարորդ եմ եղել, այսինքն Uber եմ վարել ու ես չեմ ամաչել դրանից։ Ես միշտ ասել եմ, որ դա եղել է ինձ համար իմ ընտանիքը պահելու, ապրուստը պահելու միջոց։ Մինչև չեկավ այն ժամանակը, երբ համայնքը ավելի շատ սկսեց ճանաչել ինձ, հրավերները եղան, առիթները եղան ու ես անցա արդեն եւ հեռուստատեսություն եւ միջոցառումներ կատարելու։ Էս է եղել։ Բայց ընտանիքը պահելու համար կարծում եմ յուրաքանչյուր մարդ ամեն ինչի պատրաստ է, տղամարդ ամեն ինչի պատրաստ պիտի լինի։ Կլինի բանվորություն, կլինի վարորդություն, չգիտեմ ինչ, ու դրա մեջ որևէ վատ բան չկա։ Այդ բոլորիս համար է, մեր ընտանիքների համար է, մեր երեխաների համար ենք անում։ Հիմա ուզում ենք գնանք, որ ծանոթանանք քո ամենամեծ ձեռքբերումներից մեկի հետ։ Ուզում եմ փոքր էքսկուրսիա անցկացնես մեր հետ ու այդ ընթացքում պատմես, թե ինչպես ծնվեց Օսը։ Օ, շատ հետաքրքիր պատմություն է, մի քանի անգամ պատմել եմ, բայց եկեք ներս ցույց տանք։ Նու սա մեր հիմնական մուտքն է, այստեղից երբ մտնում ես այս հատվածում ավելի այդպես ներսը նստելու տարածքն է, երբ մարդիկ չեն ուզում դրսում ժամանակ անցկացնեն, այստեղ են գալիս, բայց այստեղ էլ շատ հաճելի։ Բաց խոհանոց ունենք, որտեղ երևում է, թե ինչպես են ուտելիքը պատրաստում։ Մենք ոչինչ չենք թաքցնում մեր հաճախորդներին։ Ես լեգենդներ եմ լսել ձեր խոհանոցի մասին, որ այնքան համով է, որ քեզ զգում ես ոնց որ Հայաստանում։ Անկեղծ է, ես կողքից եմ լսում նման կարծիքները։ Ու ես դա ինձ ոչ ծանոթ մարդկանցից եմ լսում։ Կարծեմ նրանց դուք էլ ծանոթ չեք իրար հետ։ Դա հասարակ ժողովուրդն է ասում, որի վերանից հնչած խոսքը հաստատ այդպես է։ Ինչի Օսի անունը, ինչի է դա կապված։ Օսի Օվսաննա աղջկաս անունն է եւ մայրիկիս անունն է, ու մենք կրճատ ասում ենք Օսի, Օվսաննային Օսի, այդպես որոշեցինք, ասենք լավ, մի հատ կարճ անուն որոշենք, որ հարմար լինի եւ Օսի's Bakery դարձավ։ Ու հետո արդեն Օսիս ուտկա, համեցեք, կներեք, չեք խանգարում, չէ։ Բարև ձեզ։ Այդպես անունը կոչեցինք Օսի's Bakery, այն ժամանակ միայն bakery էր, արտադրում էինք մեր մայրիկ փախլավաները, որոնք մինչև հիմա էլ արտադրում ենք, եւ սկսել ենք տնից ամեն բան, ընդամենը մեկ մայրիկ փախլավայով, որը դարձավ 15 տարբեր խանութներում վաճառվող փախլավա, հետագայում ավելացան տեսականիները, հետագայում առաջին մեր
մասնաճյուղը բացվեց Գլենդելում, հիմա սա երկրորդ մասնաճյուղն է ու այսպես նպատակները շատ են առաջ աստված։ Իսկ խոհանոցի հետ սերը երբևէ այն ժամանակներում նկատել ես քո մոտ։ Ես միշտ եմ սիրել խոհանոց։ Որովհետև ես տեսնում եմ, որ դու անընդհատ խոհանոցում ես, դու ինքն ես պատրաստում, ու այնքան մեծ հաճույքով ես անում։ Ես ավելին ասեմ, այն սենդվիչները, այն լամաջեի պատրաստման եղանակը կամ աջարական խաչապուրին կամ մյուս ամբողջը մտածված է իմ եւ մեր թիմի կողմից։ Այսինքն կոնկրետ սենդվիչները ես շատ լավ պատկերացնում եմ, օրինակ ինչի հետ շատ համեղ կարա լինի եւ միշտ առաջարկեմ ասում եկեք մի հատ այսպես փորձենք, մի հատ եկեք այս պանիրը սրա հետ դնենք, սա ավելի համեղ կլինի։ Ես միշտ իմ մտքում պատկերացրել եմ դա, որովհետեւ ես միշտ մտածել եմ խոհանոցը դա ստեղծագործ դաշտ է։ Դա միայն բիզնես չի փող աշխատելու համար չի։ Այդտեղ պիտի ստեղծագործես, այդտեղ պիտի նոր աղցաններ մտածես, նոր ուտելիքներ մտածես։ Ու ես միշտ նույնիսկ Հայաստանում դե մայրս շատ լավ է պատրաստում, ինձ թվում է բոլոր հայ մայրերն են շատ համեղ պատրաստում։ Մայրս շատ համեղ է պատրաստում, ես էլ միշտ օգնում էի կողքից, ու երբ արդեն ամուսնացանք, մեր ընտանիքը եւ այլն, մեր տան բոլոր հյուրերին այդ հիմնական ուտեստը, այսպես ասած, կլինի ձուկ, կլինի միս, կլինի, չգիտեմ ինչ, ես էի պատրաստում, որովհետեւ ես միշտ սիրել եմ, ասեմ մի վարքյան բոլորը դվիկով։ Այդպես ու սկսվեց սերը, բայց ասեմ դες շատ դեպքերում նաեւ այս բիզնեսի մեջ մտնելը եղավ ստիպված, որովհետև մենք նպատակ ունեինք միայն թխվածքների խանութ լիներ, այսինքն Osis Bakery, որ ասում ենք, մեր նպատակն էր միայն թխվածքներ վաճառելը մեր առաջին location-ում։ Հետո հասկացանք, որ թխվածքները մեզ ավելի վնաս են բերում եւ մենք թարմ պատրաստում ենք, լրիվ բնական պատրաստում ենք եւ այդ բնական պատրաստվածը երկար մնալու դեպքում շուտ փչանում է, պիտի թափես, այսինքն հետեւաբար մենք կորուստը շատ էր, մեր կորուստը շատ էր բիզնեսի։ Մենք որ ես ասացի, նայեք, ժողովուրդ, եթե ուզում եք բիզնեսը պահենք, որովհետև ես վարձ ունեմ վճարելու, հոսանք ունեմ վճարելու եւ այլն, ես պիտի անեմ, եթե խորոված կվաճառվի, ես խորոված կանեմ, եթե, չգիտեմ, քյաբաբ կվաճառվի, ես քյաբաբ կանեմ։ Ոչ մի խնդիր չկա։ Դե բնականաբար ես ոնց ասում եմ, տենց է լինում, ես որոշեցի, փոխեցի, վերեցինք ավելացրեցինք սենդվիչներ, ավելացրեցինք ավելի այդպես տաք ուտեստներ, լամաջո եւ այլն, ու դարձավ ինքը, այսպես ասած, ստիպված, բայց դրա հետ մեկտեղ եկամուտ բերող եւ հաճելի բիզնես, որը եւ ինձ է հոգեհարազատ եւ մեր աշխատակիցներին։ Շարունակենք, գնանք դրսի հատվածներ եմ ուզում տեսնել, որովհետեւ այնքան սիրուն է։ Այստեղ մեր այս համեղություններն են, որոնք ամենօրյա պատրաստված ուտեստներն են, որոնք տեղադրվում են այստեղ մարդկանց ավելի արագ բան անելու համար։ Սա էլ մեր մայրիկ փախլավան է։ Այս է հիմք ծառայել մեր բիզնեսի, այսպես ասած։ Գնացինք դուրս։ Եկեք։ Գնանք դուրս ու ինձ ասա։ Ինչն է կարևոր այս բիզնեսի մեջ։ Դե հասկացանք, կարևորը որ ուտելիքը համով լինի, էլ ինչն է կարևոր, որպեսզի բիզնեսը առողջ լինի։ Առողջ բիզնես ունենալու համար նախ առողջ մտածելակերպ է պետք, որը պիտի ունենան բոլոր աշխատակիցները։ Եվ եթե դու ունենաս լավ թիմ, դու կունենաս հաջողություն։ Եթե դու լավ թիմ չունեցար, դու կպարտվես միանգամից։ Այստեղ թիմը, թիմի ղեկավարը եւ ընդհանուր ընտանեկան թիմային գաղափարը շատ կարեւոր է։ Մեր մոտ տնօրեն, մենեջեր եւ աշխատակից տարբերությունը չի դրվում ընդհանրապես։ Մեր մոտ բոլորը հավասար են։ Մենք միասին խնջույքներ ենք անում, ամեն անգամ տեղ ենք գնում, կարող են փաստեր կարող են փաստեր արտավազդից գոհեն։ Ասեք, ճիշտ ենք ասում։ Մենակ ճիշտ է ասեք։ Այնպես չի որ իրանք վախենալու դեպքում բանով չեն ասում։ Բոլորը գիտեն որ մեր մոտ միշտ ընտանեկան միջավայր է ու երբեք այդ ամեն ինչը չի տարանջատվում։ Իհարկե պիտի լինեն որոշակի բաներ, ամեն մեկը իր գործառույթը պիտի այսպես ասած կատարի, բայց երբ որ թիմային ընտանեկան մտածելակերպ է լինում, բիզնեսը ունենում է հաջողություն։ Իհարկե հարցադրումս հումորային է, ձեր մոտ մտնելուց այդ մթնոլորտից արդեն զգացվում է, չէ՞։ Որովհետև ես միշտ ասել եմ, աշխատակիցը կարա բիզնեսը տապալի,
եւ աշխատակիցը կարա բիզնեսը վեր բարձրացնի։ Դրա համար աշխատակիցներից է շատ բան կախված։ Տնօրենը կամ ղեկավարը ինչքան էլ փորձի, ինչքան էլ գովազդանի, ինչքան էլ ներկայացնի, եթե գան ու լավ սպասարկում, հաճելի մթնոլորտ, վատ ուտեստ փորձեն, հաստատ հաջողություն չես ունենա։ Գնացինք դուրս։ Ձեր մոտից միայն հայերը չեն օգտվում։ Այդ հարցը ուզում էի քեզ տայի, բայց ես արդեն ներսում տեսա, որ միայն օտար երկրացիներ են կան։ Այ իրանք մեր խոհանոցի մասին չգիտեն այդքան շատ։ Դե բնականաբար Գլենդելում ապրողները գիտեն, բայց իրանք ինչպես են ընտրում ուտեստները, դուք եք խորհուրդները տալիս, թե իրանք արդեն գիտեն ինչ են ուզում։ Իրանք առաջինը որ գալիս են հարցնում են, ասում են ինչ խոհանոց է ընդհանրապես, մենք պատմում ենք մեր խոհանոցի մասին։ Մենք պատմում ենք Չէ։ Okay։ Որ գալիս են առաջինը մենք պատմում ենք մեր խոհանոցի մասին, նո հարցնում են, ասում են ինչ ոչ ինչ ուտեստներ եք մատուցում, մենք ասում ենք, որ հայկական ուտեստներ են, այնտեղ կան նաև ռուսական, վրացական ուտեստներ տարբեր տեսակի, ու ասում են, որ ամենապահանջարկ ունեցող հայկական ուտեստը, բան, դե մենք առաջին առաջարկում ենք լամաջոն, տոլմա ունենք, տոլմաների տեսականի ունենք, այսինքն այսպես հերթով առաջարկում ենք, բայց առաջինը ընտրում են լամաջոն, որտեղ լամաջոն շատ հայտնի է այստեղ։ Ու երևի թե բոլորը գիտեն, իրանք ասում են Armenian pizza, բայց դե հետ չնիմա նման չի պիցայի, էլի շատ տարբեր է իմ կարծիքով, բայց այդպես միայն կլոր է, այդպես ասել են, այդպես մնացել է։ Ու շատ սիրում են օտարները, զարմանալի է, բայց իրանց դուր է գալիս։ Արտավազդ, գիտեմ, որ այստեղ նաև հարսանեկան միջոցառումներ ես վարում։ Այո։ Շատ հետաքրքիր է։ Հայաստանի եւ այստեղի հարսանիքների ավանդույթները շատ են տարբերվում, ու ինչով է տարբերությունը, որ ակնհայտ տեսնում ես։ Շատ չեն տարբերվում, իհարկե այդ ավանդական մոտեցումները մեծամասամբ նույնն են, այստեղ ուղղակի ժամանակի խնդիրն է, օրինակ Հայաստանում այդ ժամանակի խնդիրը չկա, տուն գնալու, չգիտեմ, տանը ափսեն կոտրելու կամ բակում մեծ ինչ-որ բաներ կազմակերպելու հետ կապված, այստեղ ժամանակի խնդիրն է։ Դրա համար փորձում են արագ անեն հնարավորինս, օրինակ միանգամից գնում են հարսի տուն, հարսի տնից եկեղեցի, եկեղեցուց միանգամից նկարվելու ու սրահ, որպեսզի հասցնեն ամեն բան անել նաև սրահում։ Այսինքն իսկ ծիսական հատվածից, այսինքն այդ միջոցառումների հատվածից, երևի թե նույնն է, գրեթե շատ բան չի տարբերվում։ Գիտես, ես այստեղ հաճախ լսում եմ, որ այստեղի հայերը ավելի շատ են ավանդույթները պահպանում, քան օրինակ Հայաստանում։ Համաձայն ես դրա հետ։ Ես վերջին ժամանակներում չեմ տեսել, չեմ մասնակցել Հայաստանում առիթների, ես չգիտեմ հիմա ոնց է արվում։ Երբ որ ես այնտեղ էի բնակվում Միացյալ Հայաստանում, այդ տարիներին մենք այնտեղ կազմակերպում էինք հայկական էլի միջոցառումներ։ Ես չեմ վարել ցավոք սրտի այնտեղ Հայաստանում հարսանեկան խնջույքներ, իմ ավելի շատ պետական նշանակության միջոցառումներ էր, չի հարմարվում հարսանեկան միջոցառումների հետ, դա էլ եղավ այստեղ էլի ինչպես ասում են ապրուստի մի միջոց դարձավ, բայց այնտեղ ու այստեղ ես տարբերություն շատ չեմ նկատել, բայց որ այստեղ պահում են հայկական ավանդույթները եւ առհասարակ մեր հայ ընտանիքները իրենց տան մեջ հայկական մշակույթը, հայկական տարրերը, հայկական մտածելակերպը իրենց զավակներին փոխանցելու, իրենց երեխեքի մեջ պահելու, սերմանելու հարցում շատ ավելի մեծ ներդրում են անում, դա միանշանակ է։ Քեզ համար կարևոր է, որ քո երեխաները տանը հայեր են խոսում։ Միանշանակ, պարտադիր։ Ես որ եկել էի այստեղ մեկ-մեկ այդպես խոսում էինք, մարդիկ կային շատ հայեցի էին, էլի երեխեքն էլ այնքան լավ հայերեն էին խոսում։ Ասում եմ, ո՞նց եք դուք ստեղ ծնվել են, ստեղ մեծացել են ձեր երեխեքը, բայց շատ լավ հայերեն են խոսում։ Ասում եմ, մեր տատիկները, պապիկներն ու ծնողները ասել են, որ տանը օտար լեզու չհնչի, անգլերենով ոչ մի բան չհնչի, եւ երեխաները պահել են այդ հայկական լեզուն, հետեւաբար հայկական մշակույթն էլ տատիկներն են ուղղորդել, այսպես պահել են այդ հայկական համայնքը, հայկական միջավայրը իրենց տան մեջ։ Ինձ համար էլ նույնը դարձավ էլի այդպես օրինակ, շատ ընտանիքների օրինակը դարձավ ինձ համար օրինակ, ու ես էլ իմ երեխաներին խնդրում եմ, հորդորում եմ, պարտադրում եմ, որպեսզի տանը խոսեն հայերեն։ Գիտեմ դրսում չես կարող դրան վերահսկել, որովհետև օտար
երկիրը, իրենք ունեն նաև ամերիկացի, օտարերկրացի երեխաներ, դպրոցներն էլ հա, այնպես չի որ բանը, գնում են հաճախում են ամերիկյան դպրոց, որտեղ իհարկե հայերը գերակշռող մասն են կազմում, բայց ամեն դեպքում հա հայերենը, հայոց լեզուն պիտի պահպանվի անպայման տան մեջ։ Արտավազդ, հիմա խոսելու եմ մի շատ նուրբ թեմայից, որը իմ բոլոր հյուրերի հետ քննարկում եմ։ Ինձ անընդհատ կոմենտներում գրում են հերիքա խոսած, բայց չէ, ես խոսելու եմ։ Ես խնդիր չունեմ, կարող ենք մեկնաբանություններում հայերեն ասած ինձ քլնգել, բայց միևնույնն է, ես ուզում եմ էլի խոսենք այդ թեմայից։ Այստեղ մի երևույթ կա, որը ինձ դուր չի գալիս առաջին օրվանից սկսած։ Հին հայեր, նոր հայեր։ Այդ պիտակավորումը ինձ դուր չի գալիս։ Ու իրանք իրար չեն սիրում։ Դա ես հասկացա նաև, դա հաստատվեց նաև այն ժամանակ, երբ որ ես առաջին հաղորդումը այդ թեմային վերաբերվող դրեցի Instagram-ում, կոմենտներում չասեմ ինչ էր կատարվում։ Պատկերացնում եմ։ Ինչից է գալիս դա։ Ինչու՞ն է խնդիրը։ Ցավոք սրտի սա հին պատմություն ունի։ Եթե մենք նայում ենք մեր Հայաստանում էլ, մենք էլի միշտ տարբերություն դրել ենք։ Ղարաբաղցի, Գյումրեցի, չգիտեմ ինչ, ու ամեն մեկը, ասենք, ունեն իրենց պիտակավորումները, ունեն իրենց, այսպես ասած, ոնց ասեմ, տեսակները, հա, ասենք, գյումրեցիները այսպես են իրենց կոլորիտով, չգիտեմ, ղարաբաղցիները այսպես են, կիրովականցիները այսպես են ու անեկդոտներ կամ չգիտեմ ինչեր, ու մենք միշտ այդ տարբերությունը դրել ենք։ Նույնը գալիս է այստեղ։ Հիմա այստեղ էլ կան, մենակ այդ չի որ հին հայեր, նոր հայեր, այստեղ տարբերություն են դնում իրանահայեր, բեյրութահայեր, այստեղ տարբերություն հայաստանցի հայեր, հա, ինչ որ Ռուսաստանից եկած հայեր, այս տարբերությունը միշտ դրվում է։ Ես կարծում եմ, ու ինչ վերաբերվում է այդ հին հայերն ու նոր հայերը իրար հետ լեզու չգտնելու խնդիրը, հա։ Երբ որ մենք եկանք 10 տարի առաջ, ինֆորմացիան Միացյալ Նահանգների մասին շատ քիչ էր։ Ու ես շատ դժվարությամբ ամենամտերիմ մարդկանց միջոցով էի փորձում ճիշտ ճանապարհով գնալ։ Այնինչ այսօր, երբ Հայաստանից տեղափոխվում են այստեղ Միացյալ Նահանգներ ապրելու, իրենք ինձնից, քեզնից, այստեղ 10, 15, 20 տարի ապրողներից շատ ավելի ինֆորմացված են գալիս։ Սա համացանցն է, սա այն ինֆորմացիաներն են, որոնք դուք եք տալիս, այն մյուսն է տալիս, չէ, բլոգերներն են ներկայացնում են։ Այսինքն մարդիկ երբ որ գալիս են հիմա, շատ ավելի ինֆորմացված են լինում Միացյալ Նահանգների կարգ ու կանոնի մասին, ոնց անեն, որ ճիշտ գումար աշխատեն, ոնց անեն, որ չաշխատեն, բայց գումար աշխատեն, ստանան պետական նպաստներ եւ այլն եւ այլն։ Այսինքն այս ամեն ինչի մասին իրանք արդեն ինֆորմացված գալիս են։ Մենք որ եկել ենք, մենք դրա մասին չենք իմացել։ Հիմա ես չգիտեմ, մենք համարվում ենք հին հայեր, թե նոր հայեր։ Ես էդ էի ուզում հարցնել, չէ՞, հիմա դու հին ես, թե նոր։ Ես չեմ կարող, նոր եկածների համար հին ենք։ Մենք հայ ենք, ու էական չի, այո, մենք հին ենք, թե նոր ենք։ Բայց այդ մի բանը շատ լավ է, որ ինֆորմացված են գալիս իրենք։ Ես մենակ դրա համար ուրախ եմ, որ գալիս են արդեն ամեն ինչից տեղեկացված են, ու ես չեմ ասում իրանց նոր հայ են, դրա համար չգիտեմ ինչ որ մի քիչ ուրիշ ձև թող որ ով էլ գալիս է այստեղ իրան հաջողություն ունենա, լավ լինի, այո, ոնց որ ասացիր, բոլորս հայ ենք ու տարբերություն տարանջատել չկա։ Ես եւ պարսկահայերի մեջ անցկացրել եմ միջոցառում, իրանահայերը ասեմ, լավ, այսպես իրանահայերի հետ եմ անցկացրել միջոցառում, ունեմ լավ ընկերներ, հենց մեր կողքի դուրը էլի իրանահայ ընտանիքա իրենց բանն են, բիզնեսն են անում, այնքան լավ մենք հարևանություն ու ընկերություն ենք անում։ Չգիտեմ, Բեյրութահայեր կան, որ փայլուն մարդիկ են, Ռուսաստանից եկած, Հայաստանից նոր եկած, բայց չգիտես ինչի, հա, այդ տարանջատումը մենք սիրում ենք դնել, ու այդ միշտ էլ լինելու է ինձ։ Քանի մենք կանք դա միշտ լինելու է։ Բայց ոչինչ, մի քիչ շատ խոսենք դրա մասին, որ այդ երևույթը միգուցե չվերանա, բայց մարդիկ սկսեն մտորել այդ հարցի շուրջ։ Միանշանակ, այստեղ նույնիսկ տարանջատում են Հոլիվուդի հայեր,
նովան Նորթ Հոլիվուդի հայեր, Վեննայսի հայեր, Գլենդելցի, հա, այ դուք Գլենդելցի եք, բա։ Այս տարանջատումը միշտ կա։ Ես չգիտեմ, եթե լավ իմաստով արվի այդ տարանջատումը, թող արվի, ինչ վատ է։ Ես Գլենդելում եմ ապրում, Գլենդելցի եմ, մյուսը Վեննայսում է, Վեննայսից է։ Լավ առումով անենք, իրար սիրենք ամենակարևորը, որովհետև համայնքը փոքր է։ Մենք իրար պիտի ավելի աջակցենք, որ ավելի հզորանանք, ուժեղանանք, մեր համայնքի ոգին չկորցնենք երբեք։ Քո ամենամեծ ձեռքբերումը որն է Միացյալ Նահանգներում, երբևէ մտածել ես դրա մասին։ Երևի ընտանիքս։ Գիտես ինչի եմ ասում երևի, որովհետև այստեղ շատ բաներ խառնվում են իրար։ Երբ որ դու գալիս ես այստեղ, դու լինում ես միայնակ, առանց ծնողների, մենք այդպես ենք եկել, մեր ծնողները Հայաստանում են բնակվում, իհարկե ամեն տարի գալիս գնում են, բայց միևնույն ժամանակ դու ես, քո կինը, քո երեխաները ապագայում, հա, այսպես մեծանում են, ու դուք եք, որ պիտի փորձեք պահել ձեր ընտանիքը ամուր։ Շատ դժվար է այստեղ ընտանիքը ամուր պահել, որովհետև շատ դեպքերում, գիտենք, դեպքեր լսում ենք Հայաստանից գալիս են, բաժանվում են, չգիտեմ ինչ, չի ստացվում։ Ամենայն դեպս մարդկանց կյանքը, հիմա այդպես իրանց ճակատագիրն է ստացվել, դա ոչ մի բան չի նշանակում, իհարկե, բայց ամեն դեպքում ընտանիքը պահել ամուր ամենամեծ ձեռքբերումն է։ Իմ համար իմ ընտանիքը ամուր պահելն է այստեղ եղել կարևոր ամեն գնով, որովհետև այդ ընտանիքն է քեզ ուժ տալիս, այստեղ ապրեցնում, ստիմուլ տալիս, որ դու այս մի բիզնեսը ստեղծես, վազես այնտեղ աշխատես, վազես այնտեղ բեմ բարձրանաս։ Եթե այդ ընտանեկան ստիմուլը չեղավ, եւ տղամարդը, եւ նույն կինը շատ արագ կարող են շեղվել ուրիշ ուղղություններով։ Այստեղ հատկապես էս երկրում։ Եվ իմ համար արդեն ավանդական դարձած վերջին հարցը բլիցից առաջ։ Հա, բլիցելու։ Այսպիսի մի բան պատկերացրու։ Կորցրել ես հիշողությունդ, ըհը, ու պետք է ընտրես մի մարդու, ով քո մասին քեզ կպատմի ամեն ինչ։ Մտածի, ով կարող է լինել այդ մարդը։ Ճիշտը կպատմի քո մասին քեզ։ Կարող ես նաև անունը չտալ։ Հա, ինձ պատմի ճիշտը իմ մասին։ Մայրս։ Ինձ թվում է մայրս ավելի լավ։ Ամեն ինչ գիտի քո մասին։ Գրեթե, հա։ Հա, մեծամասամբ, հա։ Այն ինչ կուզեիր իմանալ։ Այն ինչ կուզեի իմանալ ավելի լավ էր մայրս պատմել։ Գնանք բլիցի։ Գնացինք։ Հավե։ Facebook թե Instagram։ Instagram։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Առավոտ թե երեկո։ Առավոտ։ Ուշացողն ես թե ժամանակին եկողը։ Ժամանակին եկող մի բան էր։ Քո ամենամեծ թուլությունը։ Աղջիկներս։ Ափսոսում եմ, որ շարունակի։ Ափսոսում եմ, որ հաճախ իմ երեխաները Հայաստան չեն կարողանում գնալ, ու տարիքից ելնելով, այդ է։ Նյարդայնանում եմ երբ։ Միշտ։ Ես շատ եմ նյարդայնանում, բայց հաճախ աշխատանքի մեջ էլի չի, այտենց կոնկրետ բան չկա, շատ եմ նյարդայնանում։ Սիրում եմ երբ։ Սիրում եմ, երբ ժամանակին ուտելիքս պատրաստում են։ Երջանիկ եմ երբ։ Երջանիկ եմ, երբ երեխաներս, ընտանիքս, կինս, բոլորը ուրախ են, երջանիկ են, ծնողներս առողջ են, խաղաղություն կա երկրում, աշխարհում։ Եվ վերջին հարցը, նկարագրիր հային մի բառով։ Անկոտրում։ Արտավազ, ես շնորհակալ եմ։ Ես իմ հյուրերին միշտ պարտադիր ասում եմ, շնորհակալ եմ ձեզնից, որ ձեր թանկ ժամանակից
տրամադրել եք ինձ, որովհետև Միացյալ Նահանգներում ժամանակը իսկապես թանկ է։ Հաստատ։ Մենք մի օրում 100,000 հատ գործ ենք հասցնում անել։ Քո դեպքում դա երևի 10 պատիկ ավելի շատ է։ Այդպես աստացում։ Ես շնորհակալ եմ Ես քո եմ ժամանակից մեզ տրամադրելու համար։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Սիրո, միշտ Մենք- դռները բաց են։ Մենք հույսով ենք, որ քո մոտ սա կլինի ոչ թե երկրորդը, այլ հետո կբազմանա ավելի շատ, Այո, շատ։ Աստծո։ Ու մեկ էլ մի օր ռեստորան կբացես, մենք էլ կգանք Այդ բացման։ նպատակներից մեկն է, բայց ամենամեծ նպատակը առաջնային դա Հայաստանում մեր մասնաճյուղը ունենալն է։ Աստված առաջ թող այդպես էլ լինի։ Շատ շնորհակալ եմ։ Ես հիմա կուզեի քեզ անունով ասել, բայց չեմ ասում, ուզում եմ ասեմ, ես եմ անչափ շնորհակալ ձեզ, ձեր թիմին, որ ինձ ժամանակ տրամադրեցիք։ Այսպես անկեղծ անմիջական եւ կենցաղային ճիշտ հարցադրումները օգնում են, կարծում եմ, շատ ու շատ մարդկանց այստեղ ապրելու, ճիշտ ուղղորդվելու եւ մեր օրինակով միգուցե իրենք ճիշտ ուղղությամբ գնալու, չգիտեմ, ավելի ինքնավստահ լինելու, ավելի համոզված լինելու, որ ճիշտ ճանապարհ են բռնել եւ ճիշտ ուղի են ընտրել։ Դրա համար ձեզ բոլորիդ շնորհակալություն ճիշտ հարցադրումների, հետաքրքիր հարցադրումների համար։ Ինձ անչափ հետաքրքիր էր այս հարցազրույցը, ինձ մնար մի կես մի ժամ էլ ավել կուզեի էլի հարցադրումները տայր, բայց դե այսքանով եզրափակվեց։ Հավատա, ես իմ ու Արոյի համար այս կարծիքը շատ թանկ է։ Ես անկեղծ եմ ասում այդ կարծիքը, որովհետև ես չզգացի ժամանակը ոնց անցավ ու համ հետաքրքիր, համ բանով էմոցիաներով հարուստ, համ տպավորություններով հարուստ։ Ապրեք, մերսի շատ ու բոլոր ձեր դիտողներին էլ շնորհակալություն, որ դիտում են ձեզ ու ձեզ աջակցում են, որ ձեր ալիքը կամ չգիտեմ կոնտենտը ավելի զարգանա։ Շնորհակալ ենք։ Քեզ լավ օր։ Ապրեք, ձեզ էլ։ Ես գնամ աշխատեմ։ Սոված եմ։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ The community.